Շնորհակալություն, պարոն Թունյան, ասում եք, որ տնտեսական աճ 5.9%։ Իհարկե, լավ ցուցանիշ է, անխոս, որպես տնտեսական աճ, հնայի ավելացում այդքան տոկոսով։ Բայց այս միտքը, երբ որ ասում ենք, անպայման պիտի նաև մի հատ ուրիշ միտք էլ ասենք, որը դրանից մեր քյարը ինչքանն է, պետության քյարը ինչքանն է, այսինքն 23 թվականին հնա հարկեր հարաբերությունը ինչ տոկոս է եղել, 24 թվականին հնա հարկեր հարաբերությունը ինչ տոկոս է, այդ էլ ասեք, խնդրում եմ, որպեսզի ամբողջական լինի այս նկարագրությունը, եւ երկրորդ հարցը, վերցնենք երկու իրողություն, զուգահեռ իրողություն։ Մի պետություն ունի միջինասված պարտքի տոկոս 8%, մի ուրիշ պետություն ունի միջինասված պարտքի տոկոս 4%։ Երկուսն էլ հնայի 50%-ի չափով են։ Եվ պարտքի չափն էլ նույնն է, երկուսին էլ 10 միլիարդ դոլար։ Սրանք համարժեք բաներ են, թե համարժեք բաներ չեն, պարոն Թունյան։ Շնորհակալություն, պարոն Աղազյան։ Եկեք վերջին հարցից սկսենք։ Բնականաբար կարող են լինել երկրներ, որոնք ունենան նույն պարտքի չափը, հարկային նույն համամասնությունները, բայց պարտքի սպասարկումը տարբեր լինի։ Օրինակ, կախված երկրի տնտեսության վարքունակությունից, հուսալիությունից, միջազգային վարկանիշներից իրենց պարտքը կարող է ավելի թանկ լինել կամ ավելի էժան լինել։ Դրա համար, երբ պետական պարտքի կայունության մասին խոսում ենք, օրինակ ֆինանսների նախարարությունը իր հաշվետվություններում ոչ միայն պարտքնա հարաբերակցությունն է վերցնում, այլ վերցնում է, ասենք, պարտքի սպասարկման հետ կապված որոշակի ցուցանիշներ։ Դրա համար, երբ մենք ասում ենք պարտքը կայուն է ու գտնվում է կանխատեսելի ու նորմալ միջակայքում, միայն պարտքնա հարաբերակցությունը նկատի չունենք, նկատի ունենք նաև հենց պարտքի սպասարկման բեռը։ Ինչ վերաբերվում է իսկ ինչ է շահել մեր երկիրը հարկեր հնա հարաբերակցության առումով, եթե չեմ սխալվում, կոնկրետ թվերը չեմ հիշում, հարկեր հնա հարաբերակցության առումով մենք որոշակի միգուցե նաև վատթարացում էլ ունենանք, բայց այստեղ մի քանի հանգամանքներ կա։ Նախ առաջինը դա տնտեսական աճի կառուցվածքից է կախված, երկրորդը կան մեր մոտ որոշակի ուղղություններ, որոնք չնայած իրենց ակտիվությանը, իրենց հարկային ամբողջ էֆեկտը դրսևորվելու է որոշ ժամանակ անց։ Դրա ամենալավ օրինակը շինարարությունն է։ Օրինակ, մենք վերջի 2-3 տարիներին ունեցել ենք լայնածավալ շինարարություն, հատկապես Երևան քաղաքում, բայց իրենց մասով գեներացվող ավելացված արժեքի հարկը պետական բյուջե փոխանցման ենթակա է լինելու, երբ որ իրենք ունենան արդեն ավարտական ակտը ու այդ սեփականությունը հանձնեն գնորդներին։ Այսինքն, շատ դեպքերում այդ տնտեսական ակտիվության ու դրա արդյունքում պետբյուջե վճարվելիք հարկերի մեջ կա որոշակի ժամանակային ազդեցություն։ Երկրորդը, այդ մեր տնտեսական աճի մեջ բավականին մեծ կշիռ ունեցել նաև բանկային համակարգը, ֆինանսաբանկային համակարգը, որը հարկունակության տեսանկյունից, քանի որ նուշահոտ մասով իհարկե հարկերը պիտի դեռ այս տարի վճարվեն, բայց օրինակ ավելացված արժեքի հարկի մասով իրանք որևէ ազդեցություն չունեն։ Բայց դա չի նշանակում, որ եթե մեր մոտ այդ առումով հարկեր հնա հարաբերակցությունը թեկուզ չի աճել, երկիրը դրանից բան չի շահել, որովհետև այդ տնտեսական ակտիվությունը նաև իր հետևից բազմաթիվ այլ էֆեկտների է բերում։ Արձագանք։ Պարոն Թունյան, շինարարության վրա այդքան մնահույս պետք չի դնել, որովհետև հենա դուք եք որպես քաղաքացի ինչ-որ պատմության մեջ ընկել հարյուրավոր այլ քաղաքացիների հետ, որ կառուցապատողը չի հանձնում, այսպես սնանկություն է գնացել, դեպի սնանկություն է գնացել եւ քաղաքացիները հայտնվել են շատ ծանր իրավիճակում, բայց բոլոր դեպքերում խնդրանք եզրափակիչ ելույթ որ ունենաք, եթե կամ ունենաք, ես խնդրում եմ 23 թվականի եւ 24 թվականի հնա հարկեր հարաբերակցության մասին մի տեղեկատվություն տաք։ Շնորհակալություն, պարոն Աղազյան, կնայեմ հեսա, որ ամբիոնից իջնեմ, այդ թիվը կնայեմ, կփոխանցեմ, իսկ այդ պատմությունը, հա, մենակ ես չէ, բազում մարդիկ այդ մեր հարակից հայտնվել են այդ պատմության մեջ, բայց առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ այդ հարցը գտնվում է կառավարության եւ անձամբ վարչապետի ուշադրության կենտրոնում եւ այն խնդիրը, որը առաջացել է, ամենաշահագրգռիչ
կողմերից մեկը, որ այդ խնդիրը լուծվի, հենց կառավարությունն է, որովհետև այդ համակարգը, որը որ տարիներ շարունակ կայացել է ու կա որոշակի վստահություն քաղաքացիների կողմից վարկավորման գործընթացի հիպոթեկով տուն ձեռք բերելու վերաբերյալ շատ կարևոր է պահպանել ու թույլ չտալ, որ դա նախադեպ դառնա հետագայում ինչ-ինչ կառուցապատողների համար։ Դրա հետ կապված արդեն որոշակի քայլեր արել ենք այդ օրենսդրական փոփոխությունների միջոցով ռիսկերը զսպելու ուղղությամբ, բայց եթե կարիք կլինի, նաև այլ քայլերի կգնանք։ Շնորհակալություն։